Ուկրաինան չի իրականացել ռուսական կողմին զինծառայողների մարմինների փոխանցում՝ ի տարբերություն ավելի վաղ հայտարարված ուկրաինացի զոհերի վերադարձի։ Այս մասին հայտնել է անանուն աղբյուրը։ Ավելի վաղ Ուկրաինան հայտնել էր, որ վերադարձել է շուրջ 1200 զոհված զինծառայողի մարմին։ Նշվել է, որ դրանց նույնականացման ու փորձաքննության աշխատանքները կիրականացվեն ոստիկանության եւ ՆԳՆ փորձագիտական ծառայությունների կողմից։ Այս զարգացումներին զուգահեռ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է Եվրամիությունից նոր ֆինանսական աջակցության մասին, ինչը վերահաստատում է Կիևի հարաբերությունների ամրապնդումը Եվրոպայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Իրանի դեմ դրական ազդեցություն կունենան համաշխարհային շուկաների վրա։ Նրա խոսքով, եթե Իրանն ի վերջո զրկվի միջուկային զենքի հնարավորությունից, դա կնպաստի գլոբալ կայունությանը։ Սա շոկայի համար հրաշալի է լինելու, քանի որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Սա հսկայական դրական ազդեցություն կունենա, նշել է Թրամփը The Wall Street Journal-ի տված մեկնաբանությունում։ Նա նաև կոչ է արել Թեհրանին վերադարձի բանակցությունների սեղան նախքան հնարավոր հետագա ավելի կոշտ հարվածները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին, հայտարարելով, որ Ֆրանսիան բազմիցս դատապարտել է Իրանի շարունակվող միջուկային ծրագիրը եւ ի պատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական միջոցները ողջ տարածաշրջանում կայունության սպառնալիքից խուսափելու համար։ Բոլոր կողմերին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ գնալ դեէսկալացիայի։ Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը տարածաշրջանում մեր քաղաքացիների եւ մեր դիվանագիտական ու ռազմական առաքելությունների պաշտպանության համար։ Կձեռնարկվեն նաև բոլոր միջոցները մեր ազգային տարածքի եւ մեր համակարգացիների պաշտպանությունն ապահովելու համար։ Ֆրանսիան պատրաստ է համագործակցել իր բոլոր գործընկերների հետ նպաստելու Մերձավոր Արևելքում դեէսկալացմանը։ Այսօր ես խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Հորդանանի թագավորի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի, Քաթարի էմիրի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Տարածաշրջանում բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը պետք է լինի մեզ համար առաջնային, գրել է Ֆրանսիայի նախագահ։ Ախմադ հատուկ ջոկատի հրամանատար Աբդի Ալաուդինովը կոչ է անում սկսել լայնածավալ մոբիլիզացիա Ռուսաստանում, հայտարարելով, որ աշխարհում արդեն մեկնարկել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Նրա խոսքով երկրի անվտանգության համար անհրաժեշտ է հավաքագրել առնվազն 500,000, իսկ իդեալում մինչև 1 միլիոն զինվոր։ Ալաուդինովը իր Telegram ալիքում հրապարակած տեսաուղերձում արձագանքել է Իսրայելի հարվածներին Իրանի վրա, նշելով, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ուժով պաշտպանել իր շահերը, որպեսզի ոչ մի երկիր չփորձի նրա հետ վարվել այնպես, ինչպես Իրանին։ Նա նաև կոչ է արել ռուսներին համախմբվել բոլոր մակարդակներում։ Նրա համոզմամբ ապագա պատերազմներում գոյատևելու են միայն այն պետությունները, որոնք ունեն ուժեղ իշխանություն եւ տնտեսություն։ Ալաուդինովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի գերիներից շատերն արդեն դիմել են ռուսական քաղաքացիություն ստանալու համար։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի օդային հարձակումը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին բարձրացնելու զգոնությունը եւ խափանելու այս խառնակ իրավիճակում առիթից օգտվելու թշնամական բոլոր ծրագրերը։ Հայտարարություն է տարածել Հայաքվեն։ Իրանի զինված ուժերը կպատասխանեն Իսրայելի հարվածներին եւ կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար։ Այդ մասին ժողովրդին ուղված հեռուստա ուղերձում ասել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Զինված ուժերը կգործեն եւ կկիրառեն իրենց ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ռեժիմին, ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով Իրանը ոչ մի զղջման չի գնա եւ ժողովուրդը չպետք է կասկածի դրանում։ Իրանի պետական լրատվամիջոցները վերջին 1 ժամում հայտնել են, որ Թեհրանի կենտրոնում, որտեղ գտնվում է Խամենեիի նստավայրը, գործում է հակաօդային պաշտպանությունը։ Իռնապետական լրատվական գործակալության փոխանցմամբ ուրբաթ հունիսի 13-ին երեկոյան մի շարք հարվածներից հետո ակտիվացել է Թեհրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Հաղորդվում է խոցված մի քանի իսրայելական ԱԹՍ-ների, հրթիռների եւ 1 կործանիչի մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոշտ արձագանք է տվել Իսրայելի Իրանի տարածքի նկատմամբ իրականացրած հարձակմանը, հայտարարելով, որ Իրանը չի լռի եւ հզոր ու օրինական պատասխանով կստիպի զղջալ իր արարքի համար։ Ինչպես տեղեկացնում է վկայակոչերով Ֆարսը, Փեզեշքյանը նշել է, որ ուրբաթ հունիսի 13-ի լույս գիշերը տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել են մի խումբ զինվորական, հրամանատարներ, գիտնականներ եւ քաղաքացիական անձիկ, ոչ միայն խախտում է միջազգային բոլոր պարտավորությունները,
այլև նորից ապացուցում է Իսրայելի հանցագործ բնույթը։ Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն նպաստելու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը եւ այժմ վճռականորեն կգործի ի պատասխան ագրեսիայի եւ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության։ Նորվեգիայի հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների եւ Ռուսաստանի ռազմակայանների դեմ հարձակումները կառավարվում են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից։ Նրա խոսքով սրանով խախտվում է միջուկային զենքի չտարածման մասին միջազգային համաձայնագիրը։ Դիզենն ընդգծել է, որ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ գործի է դնում ճնշման քաղաքականություն, ստիպելու նրան զիջումների գնալ։ Մասսավորապես բանակցություններում իսլամական պետությունից պահանջվում է կրճատել ռազմական ներուժը որպես ենթադրյալ խաղաղության պայման։ Պրոֆեսորի կարծիքով, թե Իրանի թե Ռուսաստանի վրա հարձակումները արդարացվում են ինքնապաշտպանության իրավունքով, սակայն սա պարզապես քարոզչական քող է իրական քաղաքական նպատակները թաքցնելու համար, հայտնում է Լենտա-Կետրուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է Իսրայելին իրանական հրթիռները որսալու հարցում։ Armenpress-ի փոխանցման Axios-ին այս մասին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրանը հրթիռային հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ պատասխանելով հունիսի 13-ի վաղ առավոտից այդ երկրի սկսած հարձակմանը։ Քիչ առաջ հաղորդվել է, որ Իրանը հրթիռային հարվածների երրորդ ալիքն է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահպանել զգոնություն եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Նկատի ունենալով Իսրայելի պետությունում ստեղծված իրավիճակը, Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հաղորդում է. Դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի եւ վիրավորների մասին Armenpress-ի հարցի, նշելով Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով ըստ իրանական աղբյուրների կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել 329 հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամային կառավարման հարցերով Եվրամիության հանձնակատար Հաջա Լահբիբին։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար բարձր է գնահատել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաեւ ներկայացրել է փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը։ Հաջա Լահբիբը գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը առանձնակի կարևորել է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուսաբերվող աջակցությունը։ Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախարար Սարգսյանը շեշտել է Հայաստանի գործադրած ջանքերը նաեւ քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ Եվրամիության հետ համագործակցության ինտենսիվացման հարցում։ Հանձնակատար Լահբիբը կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամությունը հայտնել նպաստել Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ առանցքային հարցեր։ Լավ լուր Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստատեսության հետևորդների համար։ Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոմեդիա 24 TV-ին հասանելի է նաև Ucom-ի 289-րդ հեռուստաալիքով, իսկ OVO-ի Rostelecom 46-րդ հեռուստաալիքով հասանելի է արդեն շուրջ 4 ամիս։ Եվրոմեդիա 24 TV-ի օպերատիվ եւ անկողմնակալ տեղեկատվություն ձեր վստահելի ուղեկիցը լրատվական դաշտում։ Օրը սկսեք հավաստի նորություններով, մեր ուղիղ եթերի հետ եւ խորքային վերլուծություններով։ Մենք հաղորդում ենք արագ եւ ճշգրիտ տեղեկատվություն։ Միացեք մեզ տեսնելու, լսելու եւ իմանալու ամեն ինչ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին 24 ժամյա հեռարձակմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ կերպով զեկույցներ է ստանում Իսրայելի եւ Իրանի միջև ծավալվող հակամարտության մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինն Իսրայելի եւ Իրանի միջև տեղի ունեցածի մասին տեղեկատվություն է ստանում առցանց ռեժիմով, նշել է նա։ Վերջինս ընդգծել է Մոսկվան դատապարտում է լարվածության աճը։ Պեսկովը նաև հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արտաքին գործերի նախարարությունը մանրամասն հայտարարություն է պատրաստում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս փաստաթուղթը նախատեսվում է ուղարկել ՄԱԿ, եզրափակել է Պեսկովը։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալ կոչ է արել տասնյակ հազարավոր զինվորների անցնել զինվորական ծառայության, ասվում է Ցախալի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի պաշտոնական հայտարարության մեջ։ Այս գիշեր Ցախալը սկսել է առյուծի ուժ գործողությունը նպատակ ունենալով ռազմավարական հարված հասցնել Իրանի վարչակարգից Իսրայելի դեմ եկող սպառնալիքներին։ Այս ընթացքում ես խնդրում եմ ձեզ աջակցել Ցախալի մարտիկներին, որոնք ուժ ու վճռականությամբ են գործում մոտ եւ հեռավոր ճակատներում։ Կոչ ենք անում տասնյակ հազարավոր զինվորների եւ բոլոր սահմանները բերում պատրաստվածության վիճակի, ասված է հայտարարության մեջ։ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա։ Չեխիայում GlobeSec 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ դա հարցականի տակ է դնում այն փխրունկայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Փաշինյանը։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով Սիսիան համայնքի նախկին ղեկավար ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք, այդ թվում պաշտոնատար, դատարանի վճռով եւս մեղավոր են ճանաչվել։ Արթուր Սարգսյանին մեղադրանքեր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3,631,000 դրամի գույքային վնաս։ Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք խնդիր չունենք մեր առջև դրված խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եւ հավասարակշռվում է, եւ դա մեր ռազմավարությունն է, նշել է Փաշինյանը։ Հայաստանի խորհրդարանը մարտին ամբողջությամբ ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են. Երևանը պետք է ընտրի կամ ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն, նշել է Փաշինյանը։ Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չի ընդունվել։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ է քվեարկել 5 падգամավոր, դեմ 4 падգամավոր, ձեռնպահ 1 падգամավոր։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, նախագիծը չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։ Նշենք, որ ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր Third Social սոցիալական ցանցում Իրանին ուղղված Իսրայելի հարվածներից հետո գրել է, որ Թեհրանին գործարք կնքելու հնարավորություն է տվել, սակայն ըստ Թրամփի Թեհրանը երբեք չկարողացավ դա անել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Թեհրանի համար գործարք կնքելուց հրաժարվելու հետևանքներն այժմ շատ ավելի վատ կլինեն նրա ցանկացած ակնկալիքից։
Իսրայելական զորքերը նոր հարձակում են իրականացրել Իրանի Նաթանաս քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի վրա։ Այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։ Մի քանի րոպե առաջ սիոնիստական ռեժիմը նոր հարձակումներ եւ ագրեսիա է իրականացրել հարվածներ հասցնելով Նաթանազի միջուկային օբյեկտի տարածքին, ասվում է հոդվածում։ Դրանում նշվում է, որ հարձակման են ենթարկվել նաև Շիրազ եւ Թավրիզ քաղաքների մոտ գտնվող կառույցները։ Ավելի վաղ Մեհր գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում պայթյուն է որոտացել։ Այն գրանցվել է տեղի օդանավակայանի մոտ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում հայտարարել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքն իրական է։ Երբ ես գրում եմ միջուկային հակամարտության մասին, դրանք պարզապես խոսքեր չեն։ Դա իրական է, դա արագ է, դա ոչ մեկին պետք չէ, գրել է Մեդվեդևը։ Դեռևս սեպտեմբերին Մեդվեդևը հայտարարեց, որ միջուկային էսկալացիա ոչ մեկին պետք չէ, սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային հարված հասցնելու ֆորմալ նախադրյալներ արդեն կան։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է իր պատրաստակամության մասին աջակցելու Մերձավոր Արևելքում իրավիճակի թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, Իսրայելի կողմից Իրանում ռազմական եւ միջուկային օբյեկտներին զանգվածային հարվածներից հետո։ Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է, ես կոչ եմ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ հետագա սրացումից։ Դիվանագիտությունը մնում է առաջ շարժվելու լավագույն միջոցը եւ ես պատրաստ եմ աջակցելու լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, գրել է Կալասը X ցանցում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն Իրանին եւ այն համարել սադրակ։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Իսրայելի ավիահարվածն Իրանին, ակնհայտ խախտելով միջազգային իրավունքը։ Այս հարձակումը սադրանք է, որը ծառայում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Իսրայելի ռազմավարական քաղաքականությանը, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այն փաստը, որ հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվանում են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ որևէ հարց լուծվի դիվանագիտական ճանապարհով, այն առանց վարանելու վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Հանուն իր շահերի, Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել նոր հակամարտությունների։ Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում Մերձավոր Արևելքում այլևս արյունահեղություն եւ ավերածություններ տեսնել, կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու պատերազմի տարածումը, ասված է հայտարարության մեջ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը հաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես հաղորդում է The Times of Israel-ը։ Բարոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիան բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, հատկապես 3 ընդունված ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևի հետ կապված։ Գերմանիայի կառավարությունը նախապես տեղեկացվել էր Իրանի վրա պատրաստվող իսրայելական գրոհի մասին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին տեղեկացրել են իսրայելական հարվածների մասին կենտրոնական Եվրոպայի ժամանակով մոտավորապես 02:30-ին։ Այնուհետև մոտավորապես 04:00-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով կապ է հաստատել Գերմանիայի կանցլերի հետ։ Ավելի վաղ Der Spiegel-ը հաղորդել էր, որ Մերցը Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել կենտրոնական Եվրոպայի ժամանակով 02:30-ին։ Ավելի ուշ ամսագիրն ուղղել այս տեղեկատվությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես տեղյակ է եղել հարձակման մասին եւ դա նրա համար անակնկալ չի եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանին երկրորդ հնարավորություն է տալիս համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ 2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա ժամկետով վերջնագիր ներկայացրի համաձայնություն կնքելու համար, նրանք պետք է դա անեն։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն եւ նրանք պարզապես չէին կարող դա անել։ Հիմա նրանք կարող են երկրորդ հնարավորություն ունենալ, գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Այս տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար։
Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը եւ կոչանում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը, ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Բելգորոդ, Դուբայ, Մինվոդի Դուբայ եւ Կազան շարժաչվերթները արտակարգ վայրեջք են կատարել Զվարթնոցի օդանավակայանում, քանի որ Իրանի օդային տարածքը գիշերը ժամը 4:30-ից փակ է եղել, հայտնել է Քաղավիացիայի կոմիտեն։ Բաքվում վայրեջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։ Ռուսաստանի Դաշնության հայերի միությունը դիմել է ՀՀ եւ ՌԴ-ԱԳՆ նախարարներին։ ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում հարկադիր վայրեջքների պատճառով։ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրեջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից եւ այլ երկրներից Դուբայ չվերթները։ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը հարձակվելով Իրանի վրա։ Թեհրանը պատասխան գործողությունների հարցում սահմանափակումներ չունի, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը այժմ, երբ Երուսաղեմը զավթած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու սահմանափակումներ չեն մնացել, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ ներգրավված չի եղել Իրանին Իսրայելի հարվածներին, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ, մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածների մեջ եւ մեր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է, ասել է նա։ Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին եւ Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին եւ մի քանի միջուկային գիտնականներ սպանվել են։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ ԱՄՆ-ն Իսրայելի համար կանաչ լույս է վառել Իրանին հարվածելու համար, այս մասին Զգերատեսչության Telegram ալիքի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբաս Արաղչին։ Այս հարձակումը չէր լինի առանց ԱՄՆ-ի համակարգման եւ կանաչ լույսի։ ԱՄՆ կառավարությունը որպես Իսրայելի գլխավոր դաշնակից պատասխանատվություն է կրում այդ գործողությունների սարսափելի հետևանքների համար, ասել է նախարարը։ Իր հերթին, ինչպես հայտնել ենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանին Իսրայելի հարվածներին։ Չինաստանը խիստ մտահոգված է այն լուրջ հետևանքներով, որոնց կարող են հանգեցնել Իրանին Իսրայելի հարվածները։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Սյանը, հաղորդում է China Global South-ը։ Չինաստանը դեմ է Իրան ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ինչպես նաեւ գործողությունների դեմ, որոնք հանգեցնում են լարվածության սրման կամ հակամարտության ընդլայնման։ Տարածաշրջանում լարվածության կտրուկ վերսկսումը չի բխում ոչ մեկի շահերից, հայտարարել է նա։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հոսեյն Սալամիի մայից հետո Մուհամմադ Փախփուրի նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Հայտում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը։ 2009 թվականից Փախփուրը զբաղեցնում է կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։ Մինչ այս Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանի տարածքում լայնածավալ գործողության ընթացքում սպանվել է իրանցի 3 բարձրաստիճան զինվորական։ Հաղորդվում է, որ գործողության արդյունքում ոչնչացվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հոսեյն Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալամին եւ արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավար Ղոլամ Ալի Ռաշիդը։ Նման զանգվածային հարված ստանալով Իրանը կձգտի համարժեք պատասխան տալ Իսրայելին, քանի որ մերձավոր արևելքում եւ ընդհանրապես արևելյան մշակույթում ընդունված չէ մյուս այտը դեմ տալ։ Թեհրանը պետք է ցույց տա իր թշնամիներին ու հարևաններին, որ չի թուլացել։ Այս մասին գազետա.ru-ին ասել է արաբագետ եւ արևելագետ Անդրեյ Չուպրիգինը։ Իրանական անօդաչու թռչող սարքերն արդեն հարձակվում են Իսրայելի վրա Իրաքի եւ Սիրիայի օդային տարածքով։ Իսրայելցիները դատելով տեղեկություններից ակնկալում են նաեւ բալիստիկ հրթիռներով հարվածներ, դժվար
է ասել, թե երբ կդադարի այս էսկալացիան, բայց Իրանն արդեն չեղարկել է ամերիկացիների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։ Նա կարծում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունն անխուսափելի է, սակայն հարցն այն է, թե որքանով այդ առճակատումը կմեծանա։ Հաշվի առնելով, որ Իրանն ու Իսրայելը չունեն ցամաքային սահման, այս պատերազմը տեղի կունենա այլ պետությունների տարածքում, մասնավորապես Սիրիայի եւ Իրաքի տարածքում, եզրափակել է Չուպրիգինը։ Հնդկաստանի արևմուտքում Air India Boeing 787 Dreamliner ինքնաթիռի կործանման հետևանքով ավելի քան 310 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The New Indian Express-ը, հղումանելով Հնդկաստանի ոստիկանության աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով ոստիկանությունը հաստատել է կործանված ինքնաթիռում գտնվող ավելի քան 240 մարդու մահը։ Եվս 75 մարդ զոհվել է գետնին, որտեղ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի մոտ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին։ Մենք հարված ենք հասցրել Իրանի միջուկային ուժերի բարձրագույն հրամանատարներին եւ գիտնականներին։ Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում։ Ես կոչ եմ անում իսրայելցի ժողովրդին առավելագույն զգուշությամբ հետևել հրամանատարության հրահանգներին։ Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում։ Վստահ եմ, որ դուք ինքներդ ձեզ ապահովում եք սնունդով, հագուստով եւ այլն, ասել է Իսրայելի վարչապետը։ Զելենսկին ղեկավարում է այն Ուկրաինան, որը ի հայտ է եկել ԱՄՆ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումից հետո, հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Թաքեր Կարլսոն կայքում այս հեղաշրջմանը ԱՄՆ-ն ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել։ Օբաման ճանաչեց հեղաշրջումից հետո ի հայտ եկած նոր ռեժիմը, այն ռեժիմը, որն այսօր գլխավորում է Զելենսկին, ընդգծել է տնտեսագետը։ Սաքսը հիշեցրել է, որ 2014 թվականի փետրվարին Միացյալ Նահանգները պետական հեղաշրջում էր կազմակերպել Ուկրաինայում, որի արդյունքում տապալվել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին զոհվել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով։ Տեղեկությունը հաստատել են Ֆրանս լրատվական գործակալությունը եւ Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո կոչով դիմել է իր ժողովրդին։ Իրանի վսեմ ժողովուրդ, սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ ու արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ ավելի քան երբևէ, բացահայտելով իր չար էությունը եւ թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը Աստծո կամքով նրան հանգիստ չի տալու։ Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ եւ գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը եւ ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա։ Իրանի իշխանությունները նաեւ հայտնում են, որ շուտով պատասխան հարվածներ կհասցնեն Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածները դեմքին ապտակ կհասցնեն, ասում է Իրանի պաշտպանության նախարարությունը։ Իրանի վրա իսլամական հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որում ասված է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար», նշել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի տարածքին հարվածների ժամանակ սպանել է առնվազն 6 միջուկային գիտնականի, հայտնում է Naur News-ը։ Հոդվածում ընդգծվում է, որ սա միայն նախնական տեղեկությունն է։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հայտարարեց Ամ-Քելավի առյուծի ուժը գործողության մեկնարկի մասին։ Դրա նպատակն է վնասել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության մի քանի բնակեցված շրջաններում, ներառյալ Թեհրանում եւ Նաթանզում։ Թիրախները եղել է ռազմակայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ բնակելի համալիրներ, որտեղ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները։ Ընդհանուր առմամբ իսրայելական զորքերը մոտ 100 անօդաչու թռչող սարք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ երկիրը կպաշտպանի Իսրայելին Իրանի պատասխան հարձակման դեպքում։ Հաղորդում է Fox News-ը։ Ես նախապես գիտեի Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու ծրագրի մասին, սակայն Վաշինգտոնը ոչ մի կերպ ներգրաված չէր ռազմական առումով։ Ընդգծել է քաղաքական գործիչը։ Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հույս է հայտնել, որ տեղի ունեցածից հետո Իրանը կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով երկիրը հարված է հասցրել Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 13-ից 3-ը, 14-ին երեկոյան ժամերին, 15-ից 16-ին գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 17-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 13-ին եւ 18-ին կեսօրից հետո, 14-ից 17-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ից 14-ին աստիճանաբար կբարձրանե եւս 2-ից 4, 16-ին կնվազի 4-ից 6 աստիճանով։